Ողջույն բոլորին, սիրելի ֆուտբոլասերներ, սիրելի հեռուստադիտողներ, կրկին մենք գնել ենք Տոմս տրիբունայում եւ այսօր մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների մասին։ Ես Գևորգ Մալաքյանը եւ իմ գործընկեր Գևորգ Սահակյանը։ Ինչպե՞ս եք, Գևորգ։ Շատ լավ եմ, ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Արդյոք Տրենտ Ալեքսանդր Արնոլդը գիտի, որ Վեստ Արմենիայի ֆուտբոլիստները չեն ստանում աշխատավարձ։ Արդյոք վառը հայերեն թարգմանվում է որպես վառ ապացույց։ Եվ արդյոք Բեռնարդ Շոուն եւ Լյուկ Շոուն իրար բարեկամներ են, մենք դա կիմանանք ոչ այս հաղորդման ժամանակ, մենք ինչ կիմանանք այս հաղորդման ժամանակ։ Մենք կիմանանք, թե 90-ականներին ինչպիսի ֆուտբոլ էր Հայաստանում։ Մենք կիմանանք, թե արդյոք Հայաստանի հավաքականը երբևէ կխաղա միջազգային որևէ խոշոր մրցաշարում եւ արդյոք պետք է մեր ընտրանու մասին գրել որևէ բան։ Ինչ-որ մի բան, թեկուզ մի հատ փոքրիկ հեքիաթ։ Կիմանանք մենք դա այսօր, իսկ ումից մենք դա կիմանանք։ Մեր այսօրվա հյուրն է հաղորդավար, հայկական հումորի լեգենդ, սցենարիստ, գրող, լավ մարդ, իմ սենսեյ, ուղղակի հիասքանչ հայ Արմեն Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար, մի քիչ տենց ամպա գուրգուր ներկայացրեցիր, անհարմար զգացի, բայց դե ինչ որտեղ չի։ Շնորհակալություն հրավերի համար, ֆուտբոլը իմ սիրած թեման է, մեծացել եմ այն ընտանիքում, որը ֆուտբոլ երկրպագել է, երջանկայի շատակ օրից սկսած եւ կաշխատեմ համապատասխանեմ ձեր ծրագրի ֆորմատին։ Իսկ որ թիմին եք երկրպագել տանը։ Երբ։ Փոքրուց։ Դուք փոքրուց դե սկսել եմ սովետական միության ֆուտբոլ նայելը, այդ ժամանակվան դեպա Երևանի Արարատներ։ Հենց Արմենը 73 թվականին է ծնվել, որ թվին։ Ես ծնվել եմ 73 թվականին, այդ ժամանակ որ ծնվեցի, արդեն գավաթ տարել էին Արարատը, ինձ բաուրը սենց որպես գուբոկ էին ասում, ինձ նետում էին վերև, բռնում էին, շնորհակալ եմ բոլորին, որ բռնել են։ Երևի մեր ցեղում լավ դարպասապահներ են եղել, չենք իմացել։ Ամեն դեպս ես ողջ եմ, Արարատը դարձել էր չեմպիոն, հետև տալ էր գավաթ Սովետ միության, այն ժամանակ Արարատ դե պարզը, հետո հետագայում Միլան, երբ որ արդեն այո, երբ որ թթվածին եկավ, մտա ֆուտբոլային թթվածին նաև Հայաստան աշխարհ, իսկ հիմա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր Բարսայի երկրպագուներից, որովհետև Ռեալի երկրպագ։ Օ լա լա։ Ինչ կարծիք ունես։ Այո, մենք Արմենի հետ որ աշխատում ենք, ամեն օր մեր կոնֆլիկտը, մինչև աշխատանքը սկսվում է, սկսում ենք ով կրում է կոնֆլիկտը, կոֆե է դնում, Արմենը նորմալ է խմում, տղեկը դառը, ես դառը։ Չէ, ես ուղղակի ուզում ասեմ, եթե ժամանակ ունեք սիտկոմ ենք գրում, որտեղ սիտկոմի մեջ Բարսա եւ Ռեալի երկրպագուներ պետք է հանդիպեին, այնտեղ հարցեր մատուցողին, ուրեմն Բարսայի հարցերը Գևորգը գրեց, Ռեալին ես ասի չեմ գրելու։ Բարսան ինքն էլ դեմ էր, որ Ռեալի համար հարցեր գրի։ Գնամ ես, հա։ Չէ, շատ Գևորգը Լիվերպուլի երկրպագու է։ Այո, ես շատ նեյտրալ անձնավորություն եմ Բարսելոնային եւ Ռեալը, ոչ թե չի սիրում երկուսին։ Մեկ են։ Հա, մեկ են։ Մեկ են իս Բարսելոնան ու Ռեալը։ Ֆուտբոլով զբաղվել եք։ Բակային մակարդակով այո, ված չեմ խաղացել եւ չգիտես ինչու հայրս դեմ եղավ, որ ես եւ եղբայրս, հատկապես եղբայրս զբաղվենք ֆուտբոլով, կարող ենք լավ խաղալ, ասում էր տրավմա կստանաք, բայց ինձ տարավ ձյուդոյի, եղբայրս կարատեի։ Չհասկացա ես ինչն էր պատճառը։ Ինքը լավ մտերիմ ընկերներ ուներ Բարսակար խաղացող, որոնք դες տրավմաներ էին ունեցել ժամանակ այդ ազդեցության տակ, բայց այդ 4.5 տարի ֆուտբոլը վտանգավոր է, գնա ձյուդոյի։ Գնա, հա, 4.5 տարի ազատ ոչինչ շամարտով եմ զբաղվել, որից ժառանգություն մնացած ակնոցներս վատ տեսած։ Իհարկե չէ, դա կար այդպեսի, բայց ֆուտբոլ այդպես էլ չզբաղվեցինք, բայց սիրել եմ խաղալ։ Վա։ Հիմա Մադրիդի Ռեալի երկրպագու Ինչպես միտեսակա։ Չէ, հիմա Ռեալի Մադրիդի Ռեալ Մադրիդը Ալոնսոյի արդեն Ալոնսոն եկա որպես մարզիչ, արդեն ժամանակակից երկրպագու։ Ինչ սպասենք, լավը սպասենք, թե լավատես լինենք։ Ինձ թվում է, գիտեք, ժամանակակից ֆուտբոլում հատկապես շատ կարևոր տարածք կա, դա կոչվում է հանդերձարան։ Այո, մթնոլորտը հանդերձարանի, ինձ էլ իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ընկերներն էլ են պատմելով, որ դրսեր շփում ունեցի։ Պետք է մարզիչ եւ թիմի ավակ եւ այնպեսի որ հանդերձարանում մենք գիտենք որ հանդերձարանի պատճառը որ թվականին Ֆրանսիան չդարձավ աշխարհի չեմպիոն, թվերը դուք լավ կիմանաք, կա հիմա այնպեսի մարզիչ է պետք որ հանդերձարանում
չգիտեմ Վինիսիուսին հասկացնի, որ Մբապեից թույլ ես։ Մի խոսքով, չէ, տարբեր բաներ, այսինքն բոլորին իրենց տեղը ցույց տեղ, բոլորը խաղան ի նպաստ։ Եվ նաև իհարկե այստեղ 3 ֆուտբոլիստ առան, չէ, Տրենտին, Ալեքսանդրին եւ Հյուիսենին, ես այդպես Բառախաղերի հոգին 3 հոգու շտա դրա համար։ Եվ նաև իհարկե տրանսֆերից է կախված։ Իսկ Կալոսոն ես գիտեմ, որ կարող է թիմ դարձնել հույս ունենք հեղինակություն է իրան։ Իսկ օրինակ այսպեսի մի հարց էր, օրինակ Կարլո Անչելոտին ինքը ինչքան ոչ թե 10-ամյակ, այլ նույնիսկ ավել ցույց է տվել, որ ինքը կարող է աշխատել սուպերաստղերի հետ։ Ինքը Միլանի հետ, որտեղ չկար դիրք, որ սուպերաստղ չէր։ Այո։ Հաղթել է 2003-ին, 2005-ին էլ որտեղ արժանի էր չեմպիոն դառնալու, բայց այդ Ստամբուլյան հրաշքը որ եղավ Լիվերպուլի կողմից ինչը չստացվեց կոնկրետ այս մրցաշրջանում։ Սուպեր աստղերի հետ ու մանավանդ մի փոքր կոշտ կարող է հնչել, բայց նվնվ սուպեր աստղերի հետ, ինչպիսին օրինակ իմ կարծիքով Վինիսիուսը ու Մբապեն, որոնք չես սիրում վազել ու պաշտպանվել թիմի համար, մի փոքր ավելի բարդ է, բայց եթե դու աշխատել ես Կրեսպո, չգիտեմ, Կակա, Ինձագի ու մի շարք, այո, նման ֆուտբոլիստների հետ, շեշտադրել մարշչին մի փոքր եսիմ։ Քո ասած սերնդի վես Կրեսպոյը այնտեղ ու տարբերություն կա այս սերնդի ֆուտբոլիստների։ Այն ժամանակ մարդիկ իրենց հայլայթերը չեն նայել հեռախոսի մեջ, դա սպորտսմենի համար մեծ նշանակություն ունի։ Իսկ ինչ վերաբերում Անչելոտիի խնդիրներին, ինձ թվում է դա հենց գիտեք սերնդափոխություն եղավ տարիքով լավ ֆուտբոլիստ, հատկապես կենտրոնում, չգիտեմ, ես բարկացած ժամանակ, այս վեճ ժամանակ Գևորգյանը մի հատ Վալվերդեով չես կարող էլի ապահովել այս ծանրաբեռնվածության մակարդակի խաղերում, Այս մրցաշրջանը էլի Վալվերդեի ու Կուրտուայի ուսերին էր։ Այո, չէր լինի, Մոդրիչը արդեն մեծ մարդ էր, դարբասի տեղն էին հիշացնում։ Հայրիկ ջան այնտեղ խփում էր, բայց չէր կարող, ես շատ եմ ուզում, որ Ռեալը լինել են մարտական կազմով, որ էլ կլասիկոից հետո հեռախոս չանջատենք։ Ու դու միացնես։ Այո։ Ես զանգում էի միշտ։ Որպես նեյտրալ մարդ Բարսելոնայի, Մադրիդի, Ռեալի, բայց որպես ֆուտբոլասեր մի հատ կարծիք կարող եմ ասել, որ հնարավոր է քեզից հավացնելու է։ Ասեղով ասում։ Ես գիտեմ ով է ինձ հետևում, ովքեր են ինձ հետևում, ովքեր մտածում են, որ ես Մադրիդի Ռեալի հեյթեր եմ, ես այսպես ասեմ։ Մադրիդի Ռեալը ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է։ Ես գնամ երևի ֆուտբոլի վիճակագրական ասոցիացիայի, որը որ ցանկացած նման ֆուտբոլային թիմ ու ֆուտբոլային ակումբ, դրանք շատ տարբեր բաներ են։ Որպես թիմ Մադրիդի Ռեալի մոտ չկա ոչ մեկ։ Ես 15 հատ չեմպիոնների լիգան վառ ապացույց, որովհետև եթե դու չափում ես թիմին, դու պետքա չափես նվաճումներով։ Իսկ նվաճումներով Մադրիդի Ռեալը շատ ավելի լավն է մնացած թիմերից։ Ռեալը ապացուցեց նաև շեյխերին, արաբներին, որ վերջին ժամանակահատվածում որ շեյխերն ու արաբները փողեր լցրեցին Նյուքասլ, Սիթի, դու էլի ուժեղ չես, Մադրիդի Ռեալը տեսանք ինչ արեց։ Ես երկու բառ ասեմ, որպես չէ, դեռևս հանրային մարդ, որպեսի Բարսելոնայի երկրպագուները վերջնականապես ինչ չատեն, ես այն երկրպագուներից չեմ Ռեալի, որ ասում եմ Բարսելոնան այդպես չի, շատ ուժեղ թիմեր են եւ այդ երկու թիմերից է բաղկացած ինձ թվում է նաեւ Լիվերպուլը համաշխարհային ֆուտբոլի բայց միմյանց լրացնում են։ Այո, ինչ որտեղ ես եղել եմ Բարսելոն քաղաքում բազմիցս հյուրախաղերով որ գնացել եմ, ես տեսել եմ ոնց այդ քաղաքը ապրում, հատկապես ֆուտբոլի օրը, խանութից սկսած, երբ որ այդ Բարսելոնի պաշտոնական խանութից սկսած, երբ որ հերթական մայկան էին Գևորգի համար առնում, այո, ես այդ քաղաքը ապրում է դրանով եւ Ռեալի երկրպագու լինելով ներկա եմ եղել Բարսելոնա Բայեր խաղին եւ Բավարիա ներողություն, Բավարիա խաղին, այո, եւ այդ մի գոլով ուրախացել եմ Բավարիայի։ Ուրեմն հայկական ֆուտբոլի հետ հայկական ֆուտբոլ նայում ես, ոչ միայն հայկական ֆուտբոլ, նաև Հայաստանի հավաքականի մեծ երկրպագու ես ու գիտենք, որ հետաքրքիր պատմություններ կա քո ընկերների հետ կապված ու հայկական ֆուտբոլի դեպքերի հետ կապված։ Ես կուզենամ որոնք որ բարձրաձայնելու են դրանք բարձրաձայնես ու հետո խոսենք հայկական ֆուտբոլի մասին, մեր հավաքականի ներուժի մասին։ Հայաստանի հավաքական ներուժից ներկա պահին դրանց խոսենք։ Երազանքը ուղղակի եւ գնալով ինձ թվում է երազանքը ավելի հեռու ալնում, որ մենք գոնե մտնենք որևէ եզրափակիչ փուլ։
Իմ կարծիքով պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, ու մանկապատանեկան բազմիցս ասած կլինեն այս տաղավարում, մանկապատանեկան ֆուտբոլից սկսած, իհարկե Սփյուռքը մեզ օգնում է Յան Ազգանով տղաների շնորհակալություն, նրանք շատերը տաղանդավոր են, շատ տաղանդավոր, շատերը ավելի նվիրվում են խաղում, քան այստեղի յաները, բայց ճիշտ յաներ պետք է ընտրվեն, այն յաներ նաև ովքեր մեծացել են այստեղ եւ նրանք խաղան հավաքականում, իհարկե միշտ կտա, Սփյուռքը միշտ էլ կտա լավ, որովհետև լավ ֆուտբոլիստ մեծ, պետք է ուշադրել լինել, պետք է հետևել, բայց հիմքը պետք է այստեղ լինի, հիմքը այստեղից կա։ Հետո երկրորդ, չգիտեմ, սուբյեկտիվ է իմ կարծիքը, ռուսական լիգայում, չքաղաքականացնեք խնդրեմ, Ռուսաստանի լիգայում խաղացող ֆուտբոլիստները մեր շատ տաղանդավոր են, բայց նրանք շուտ պետք է գնան Եվրոպա, որովհետև նրանք չգիտեմ, այստեղ այո, հաշվի առնելով որ ռուսական թիմերը հանդես չեն գալիս Եվրագավաթի այո, ճիշտ է, լավ վճարում են։ Հիմա հանդես գար Սպերցյանը Կրասնոդարից կարող խաղար։ Բայց ամենայն դեպս մենք հիմա սպասում ենք Սպերցյանին Եվրոպայում, որովհետև խոստում էր, լիցեն ուզում, Պորտուն ուզում, Լիցը չեմպիոնշիփը դա հաղթեց։ Այո, չեմպիոնշիփը հաղթեց, դուրս եկավ Մարզիչն է, երևի կտանչի։ Ու ընդհանրապես անեք Սպերցյանին, եթե նախորդ մրցաշրջան հասկանալի էր թե խի մնաց, որովհետև ինքը խոստում ուներ Գալիցկին, Կրասնոդարի սեփականատերին, որ պետք է դառնա չեմպիոն, վերջ, չեմպիոն դարձավ, այլ նպատակ մնալու 11 մետրանոցից վերջի գոլը խփեց, հիմա այլ նպատակ չկա մնալու։ Մենք մեր հաղորդման ժամանակ ունենք 3 օրենք։ Այստեղ պետք չի սցենար գրել, այստեղ ազատություն է տիրում, հանգիստ, այստեղ պետք չի խոսել քաղաքականությունից եւ այստեղ պետք է պարտադիր խաղալ խաղ։ Խաղը կոչվում է Ով եմ ես։ Այսպիսի հրաշալի հաղորդում ունենալու համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն Արփինետին, մեր գլխավոր գործընկերոջը։ Խաղում ենք Ով եմ ես եւ հարցերը կսկսի տալ մեր յուրը։ Ժամ սլակի ուղղությամբ տրվում են հարցեր, յուրաքանչյուր պատասխանը եթե լինի այո, ունեք եւս մեկ հարցի հնարավորություն, եթե ոչ, անցնում ենք մյուս մասնակցին։ Խնդրեմ։ Հարցակվողը Այո։ Այո։ Պրեմիեր լիգայում է խաղում։ Ոչ։ Գևորգ։ Ես գործող ֆուտբոլիստ եմ։ Իմ հավաքական, իմ երկրի հավաքականը UEFA-ի գոտում է գտնվում։ Սկսվեց, այո։ Այո։ Ես իմ երկրի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դարձել է։ Ոչ։ Ոչ։ ԽՍՀՄ-ն էլ է դարձել, թե ուկրաինացի է դարձել է։ Ոչ, սկզբից ասացինք։ Ես գործող ֆուտբոլիստ եմ։ Այո։ Այո։ Թոփինգ լիգաներ։ Այո։ Այո։ Իսպանիայի առաջնություն։ Ոչ։ Ոչ։ Կենտրոնական հարցակում։ Այո։ Այո։ Եվրոպացի է։ Այո։ Ռասիստական հարց կարանք, սևամորթ է թե։ Ոչ, սևամորթ Ոչ, չի։ սևամորթ չի։ Ավստրիացի եմ ես։ Ոչ։ Անգլիայի առաջնություն։ Ոչ։ Իսպանիայի առաջնություն։ Այո։ Այո։ Լեհեմ։ Այո։ Լևանդովսկի։ Այո, բրավո։ Կարող ես հանել նայել։ Կարող ես հանել նայել։ Ռոբերտ Լևանդովսկին։ Սկանդինավյան երկրներում, այն։ Ոչ։ Դու քո հարցերը։ Իտալիայի առաջնություն։ Այո։ Ինտեր։ Ոչ։ Բելգիացի եմ։ Ոչ։ Յուվենտուս։ Այո։ Հարցակվող։ Հա։ Ես սերբ եմ։ Չէ։ Եվրոպացի։ Այո։ Գիտես կան քաղաք երկիր կա։ Ուին եմ ես։ Ոչ։ Ես բրիտանացի եմ։ Ոչ։ Իռլանդացի, Ոչ։ բրիտանացի։ Ոչ։ Ոնց կուզես, ոչ։ Ուելսից մոխա։ Ես եթե Յուվենտուսից եմ հարցակվող եմ, այսինքն եթե դու վստահ չես որ հարցակվող եմ, այսինքն կարող լինում նաև կիսապաշտպան։ Չէ, Վիկիպեդիայում գրած է нападающий։ Վիկիպեդիայում գրված է нападающий։ Յուվենտուսից, ինչ չգիտեմ Յուվենտուսից։ Ռանդալ Կոլոմուանի։ Այո։ Իմ երկրի հավաքականը նախկին Յուգոսլավիայում եկել է։ Սերբ, խորվատ, Ալբանիա, չգիտեմ այնտեղ։ Ոչ։ Կարելի է այդ ուրիշ խաղից հուշում անել են բանի, այլ կերպի խաղից ամպոտ ես։ Ամպոտ։ Պիտեր Չեխն եմ։ Օբլակ ասում։ Ապտես։ Դե չես մի շոկ։ Բայց Սլովենիան եղել է, չի եղել։ Հարավսլավիա։ Ամպոտ ես դու։ Օբլակ։ Թե չես գնալ շատ գնային։ Ինչև հասնի Սլովենիա։
Այ, պարտվեց Գևորգ Սահակյանը։ Եթե ֆուտբոլի երկրպագու ես, ապա պետք է ունենաս ֆուտբոլային խաղաշապիկներ, իսկ լավագույն խաղաշապիկները ունեն մեկ հասցե։ Երևան տոնավաճառ, 3-րդ հարկ B 193 տաղավար, ֆուտբոլ 1 Արմենիա։ Արմեն, լավագույն հանդիպումը երբևէ որ դիտել եք։ Կապ չունի, ակումբային մակարդակ կամ հավաքական։ Դավոր շուկեր։ Մի վարքյան դավոր շուկեր չունի բառը։ Երբ որ Manchester United-ը վերջի Սուլշերը խփեց վերջի րոպեներին Բավարիային 99։ հա թվա այդ եզրափակիչ ուղիղ եթեր եք դիտել։ Այո։ Այդ թվեն դու միայն ուղիղ եթեր էր Դիտում ամեն ինչ։ Իդեպ մեկ հետաքրքիր պատմություն դրա մասին, երբ UEFA-ի նախագահը արդեն խաղը մոտենում էր ավարտին, 1-0 էր հաշիվը ու ինքը արդեն վերելակով իջնում էր մտքում իմանալով, որ Բավարիան չեմպիոն է դառնում, իջնում էր, որ պարգևատրի Բավարիան, երբ ինքը արդեն վերելակով իջավ ու մտավ այդ տեխնիկական գոտի, որ նայի հաշիվը, արդեն Manchester United-ը 2-1 հաղթում էր։ Գոլերը խփեցին Սուլշերն ու Թեդի Շերինգեմը, Սուլշերը, հա դուրս եկավ փոխարինման ու գոլ խփեց։ Լավագույն փոխարինումներ էլի։ Այո, այն ժամ դա ճանաչվել է ընդհանրապես դարի լավագույն փոխարինում։ Իսկ ինչպիսին էր այդ Manchester United-ը։ Օրինակ մեր նախորդ էպիզոդում մենք խոսեցինք Manchester United-ի ներկա խնդիրների մասին ու դուք քանզի հետևել եք լավագույն տարիների Manchester United-ին, արդյոք աշխարհի լավագույն թիմն էր այդ պահին United։ Կարելի է ասել, այդ պահին երևի Treble նվաճեց։ Այո, Treble հաղթեց այդ տարի։ Ինքը գիտեք ինչ, օրինակ կան թիմեր, որոնք նախագծեր են եւ կան որոնք ազգային արժեք են այդ երկրի համար։ Կոնկրետ դա Manchester United-ն է, որը կապ չունի, որ թվականին ինչ, ասենք, մի տարի թույլ կլինի, մի տարի ուժեղ, բայց հիմա ինքը բարձունքի վրա չի։ Հիմա Manchester United-ը ցավոք որպես ակումբ շարունակում է մեծանում լինել։ Բայց ինքը կան ուզում ասեմ այդ ակումբներ, որոնք մնում են եւ կլինեն։ Ուղղակի, չգիտեմ, այդ ժամանակ ֆանտաստիկ էր, ուղղակի ինքը երաշտություն էր այդ տարիների Manchester United-ը դասական երաշտություն, որտեղ ոչ մի ավելորդ նոտա չկար։ Շատ են օրինակ ասում, որ ֆուտբոլը դարձել է մարզիչների խաղ, այլ անհատական ֆուտբոլիստներ չկան, անհատականություններ չկան։ Արդյոք այդպես է եւ արդյոք դա խանգարում է, որ մենք ֆուտբոլ նայենք հիմա։ Հիմա դու այնպես հարց ես տալի, որ ստիպված Բարսելոնային գովամ։ Չի խանգարում դա Յամալին լինել անհատականություն, այո, եթե դու այդքան ուժեղ անհատականություն ես, որ այո, մարզիչի կանոններով են այսօր բոլորը խաղում, այսօր արդեն տեսնում ենք ոնց որ վերջին եզրափակում տեսանք պրեսինգ սկսած հենց դարպասապահի դեմ թիմի կեսը հենց նրանց դաշտում արդեն այդպես դարձել են, այդպես ռոբոտային խաղ է դարձել։ Բայց այդտեղ ասենք Յամալը ինքը ստեղծագործում է, ինքը խաղում է ու կան էլ այդպիսի ֆուտբոլիստներ, նույն եզրափակում։ Բայց քիչ են։ Քիչ են, գնալով քչանում։ Այստեղ արդեն այս ժամանակաշրջանի կամ եւ դրական եւ հիվանդությունն է կարելի ասել։ Այստեղ ավելի կգնահատվեն ռոմանտիկ թիմերը, որոնք կարող են այդ պրագմատիզմին հաղթել, ոնց որ եղավ ցավոք սրտի, այս վերջում Ինտերը պարտվեց իր պրագմատիկ խաղով ցավոք սրտի Հենրիխ Մխիթարյանի համար, բայց ռոմանտիկա կար PSG-ի խաղում։ Իսկ Ժոզե Մորինյոն մա շատ հետաքրքիր միտք է արտահայտել, որ ես ցանկանում եմ այդ միտքը արտահայտելով ձեզ հարց ուղղել։ Մորինյոն ասել է ավելի լավ է հաղթեմ 7 հանդիպում 1-0, քան հաղթեմ 1 հանդիպում 7-0։ Այդ դեպքում որն է ավելի ռոմանտիկ է լավ ֆուտբոլը, բայց որն է ավելի արդյունավետ։ Դե իհարկե ընդհանուր ղեկավարությանը ձեռքը տալի 7 խաղում 1-0 հաղթել, բայց եթե դու ունենաս այնպիսի թիմ, որը 7 խաղ 3-0 հաղթես, լինես եւ ռոմանտիկ եւ պրագմատիկ ուժեղ, այ հիմա սպասենք, ես հույս ունեմ Ռեալը կլինի այնուամենայնիվ այդպիսի թիմ, որտեղ կլինի եւ ստեղծագործություն եւ գեղեցկություն, այո, եւ կոնկրետ պրագմատիկ թիմի տվյալ կարգավիճակից էլ է ստիպում, թե դու ոնց կարաս այդ մրցաշրջանը կամ սեզոնը կամ խաղերի շարքը խաղաս, այդ 1-0 խաղաս, թե օրինակ այնա Բարսելոնան անխնա 7-0 խոշոր հաշվով հաղթանակներ էր տանում, բայց ես այդ ժամանակ նաև հիշեցի, ինքը տանում էր այդ հաղթանակները, բայց շատ մոտ չէր չեմպիոնությանը, հիշում եք, որ Ատլետիկոն եւ Ռեալը առաջ էին, բայց օրինակ Չավիի ժամանակ, երբ Չավին ստեղծեց այս թիմը, կառուցեց այս ֆունդամենտը ինքը դրեց, ես էլ եմ Չավին Եվրոպա լիգա էր խաղում Բարսելոնայի հետ, բոլորը գժում էին Բարսելոնայի վրա,
բոլորը ամեն պատև եւ անպատև առիթի հիշեցնում են, որ մենք Եվրալիգայի բայց ուրախացումներ կային, որ բայց ինքը այդ թիմով 1-0 հաշիվներով դարձավ Լա լիգայի հաղթող։ Ես որտեղ է հիմա Չավին։ Չավին հիմա հերրախոսի ապառիկն եմ հանում, որը որ չէ, դե Չավին ինքը լեգենդար, այ մեկ-մեկ դա ես դա եմ ափսոսում, որ լեգենդար, իհարկե ինքը հիմք դրեց այսօրվա Բարսելոնայում, չխնդիր է, բայց կան ֆուտբոլիստներ, որ չպետք է լինեն մարզիչ։ Եւ այստեղ առաջին հորիզոնականը Բարսելոնան նորին մեծացան Զինեդին Զիդանը, որ այդ մարդը համընենց չես կարող երեք անգամ Չեմպիոնների լիգա հաղթեց։ շատ ուժեղ ֆուտբոլիստ։ Կարող է ինքը նաև կարողանար բոյբես կրավել մասնակցել գլխով որպես հարվածող, լավ։ Իսկ դե Զինեդին Զիդանը պատմության լավագույն կիսապաշտպանն է։ Օրինակ ես մի քանի օր առաջ քննարկում էի դա ու եկա այդ հանգուցալուծմանը, որ Զիդանից առավել կիսապաշտպան չեմ գտնում։ Ես օրինակ Զիդանի շնորհիվ եմ ֆուտբոլ սիրել, բայց մի հարց կա, որ այդ հարցին չգիտեմ ինչ պատասխանեմ, Զիդան եւ Ինիեստա իրենց համեմատել։ Հիմա ես նորից ես գնահատում եմ ինչպես վերեցի Մարադոնայի Մեսսի օրինակում, թիմի համար ոչ միայն լավ խաղացող լինելը, այլ որ հայաթում խաղում եկեք պետք է կարենք էտա նույն Զիդանն էլ էր այդ մարտիկը ինչ որ Մարադոնան այո ամեն ինչ 2006 թվականին Զիդանը մենակով կարելի ասել գերաստղ Բրազիլիային հաղթեց այն ֆինտերը անելով, որոնք անում է Ռոնալդինյոն։ Այդքան էլ մենակ չէր։ Կարելի ասել մենակ էր։ 11-11 էին, չէ՞, դուս եկե։ Եթե չեմ սխալվում, հա, Գևը մի բան սխալ է հիշում։ Հա։ Մենակ էր Զիդանը։ Ոյ քեզ։ Բրավո Զինեդին։ Դե մենակով պաս տվեց անրին, որ խփեց գոլը։ Հələ դրանն է։ Ճանաչել Զիմաստություն եւ Զիդան, արա։ Զիդանին բանասին մենակ ինքը պաստուպի տեղավ։ Հա, տղեկը ուր էին։ Օ, անցանք այդ լեքսիկոն։ Йո։ Չէ, դե Զիդանը, հա կարելի է նաեւ ասել, ինչի դիմա նայեք, ինձ համար Չավի Ինեստա զույգը այդպիսի բան էլ չի լինի, բայց դուետով։ Այո։ Այդ դուետով Ինեստան ինքը նաեւ աշխարհի ամենակարևոր գոլերից մեկն է խփել։ Բայց Զիդան ինքը միայնակ մի ամբողջ գործարան էր։ Ես ուզում եմ մեր վերջին խաղը այսպես անցկացնենք։ Կարող ենք այս անգամ իմ ցանկությամբ խաղ խաղալ։ Այո։ Երկու տարբերակ Արմենին նա պետք է ընտրի այդ երկուսից մեկը եւ խոսքը գնում է կիսապաշտպանների մասին։ Ռոնալդինյո թե Կակա։ Որպես Միլանիստ Կակա։ Կակա թե Ֆրանչեսկո Տոտտի։ Վան Գոգը իհարկե, Տոտին։ Տոտտի թե Ռիկելմե։ Ռիկելմեն Մեսսի սիրած ֆուտբոլիստն է, հետեւաբար Տոտի։ Տոտտի թե Պավել Նեդվեդ։ Տոտի все-таки, հա, Տոտտի թե Պաբլո Այմար։ Այմար կարճ Վալենսիայում էր, չէ՞։ Այո։ Հա։ Այմարը լավն էր, չէ։ Պաբլո Այմար թե Ստիվեն Ջերարդ։ Ջերարդ դե այնտեղ ողնաշարակ։ Ստիվեն Ջերարդ թե Ֆրենկ Լեմպարդ։ Ջերարդ։ Ջերարդ թե Բալակ։ Ինչու Ջերարդ։ Ջերարդ թե Զեդորֆ։ Դե ես էլ եմ ակնոցներով, բայց Ջերարդ։ Ջերարդ թե Պոլ Սքոլս։ Օհ, այդ արդեն ընկանք այդ լեգենդար թիմի մասին, որ դու ասում ես, Սքոլս։ Սքոլս թե Գատուզո։ Սքոլս։ Սքոլս թե Մայքլ Էսլին։ Օ։ Բայց հա, էսեն հա։ Սքոլս, եկեք մնանք հələ Սքոլսկի տենց։ Պոլ Սքոլս թե Պատրիկ Վիերա։ Պատրիկ Վիերա։ Վիերա թե Էդգար Դավիդս։ Վիերա։ Վիերա թե Անդրեա Պիրլո։ Պիրլո։ Պիրլո թե Կլոդ Մակելելե։ Մակելելե։ Պիրլո։ Պիրլո թե Դեյվիդ Բեքհեմ։ Օ։ Երեք խոսում ենք Բեքհեմի մասին։ Դե գիտես ինչ, եթե այդ մարդը մի ոտանի մեկ ոտքով հաղալով այդքան ուժեղ է դարձել, ուրեմն Բեքհեմ։ Բեքհեմ թե Ջեյ Օկոչա։ Օկոչան ոնց որ ֆիզիկապես ուժեղ սպորտով չզբաղված տղան լինի, բայց այն որ ուժեղ է, դրա համար Բեքհեմ, մնանք ցիվիլիզացիա։ Դեյվիդ Բեքհեմ։ Դեյվիդ Բեքհեմ շատ թեկնածուներ փոխեցիր։ Իրականում պայմանավորված։ Ֆուտբոլի հանդեպ սիրուց։ Դե որտեղ դրանք տարբեր էին, ու հենց հիմնական հարցեր են ժամանակաշրջանի ֆուտբոլից են, որտեղ անհատականություններ են։ Ես դրամ այլ ընտրել այդ ֆուտբոլը։ Այո, դրա համար ամեն իր գույնն է, իր պետքական նոտան էր այդ ժամանակվա ընդհանուր
անսամբլի մեջ։ Եվ որպես վերջաբան ուզում ենք մեկ խաղ ասես, որը որ դա կլինի քո ֆանտազիայի խաղը, թե ապագայի խաղ, թե հենց կոնկրետ խաղ, որը կցանկանաք հենց մարզադաշտում նստած դիտես։ Մի խաղը, որտեղ խաղում Թյունիկ Չելսի չէ։ Չէ, Հայաստանի հավաքականը, բայց դաշտում են Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Հովհաննիսյանն եւ Արկադի Անդրեսյանը։ Ցանկացած թիմի դեմ։ Ցանկացած թիմ։ Մարզի չէ։ Օ, այդ էլ է լավ հարց։ Լավ, դե հնից ենք խոսացանից գնանք Նիկիտա Սիմոնյան, այո, այդ անունները սպասում ենք։ Հնա 5 ենք գնում, 5 գնանք։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց Արմեն Վարդյանի հետ, շնորհակալություն, որ չմերժեցիք եկար։ Շնորհակալություն հրավերի համար, շատ շնորհակալություն։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, կքննարկենք եւս ոչ պակաս հետաքրքիր թեմաներ, չգիտեմ կխորասուզվենք 2000-ականների մեջ թե չէ, բայց հայկական ֆուտբոլը կլինի այնտեղ անպայման։ Շնորհակալություն, ստեսություն, կհանդիպենք հաջորդ ուրբաթ։